Պատերազմի 40-րդ օրը եւ Իրանին Դոնալդ Թրամփի տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել բոլոր ուղղություններով, հայտարարել է Պակիստանի վարչապետը, որը դիմել էր կողմերին հրադադարի առաջարկով։ Շահբազ Շարիֆը նշել է, որ իրանական եւ ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ հրավիրել է Իսլամաբադ բանակցությունների։ Ըստ իրանական կիսապաշտոնական ինքնագործակալության Իրանից կբանակցի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ-ից փոխնախագահ Ջեյդի Վենսը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարին համաձայնել է, քանզի Իրանում գերազանցել են բոլոր ռազմական նպատակները եւ մեծ առաջընթաց ունեն մեջբերում եմ երկարաժամկետ խաղաղության եւ Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքման հարցում։ Թրամփը սոցցանցում հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած նոր առաջարկ, որը ըստ նրա գործնական հիմք է բանակցությունների համար։ Նա նաեւ նշել է, որ նախկինում վիճելի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնության են եկել, իսկ երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել համաձայնագիրը։ Ավելի ուշ Թրամփը մեկ այլ գրառում է արել, որում նշել է. Կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանն ուզում է դա, նրանք բավականին հյուծվել են այս պատերազմի հետևանքով։ Նույնը վերաբերում է նաև մյուս բոլորին։ Միացյալ Նահանգները կօգնի կարգավորել Հորմուզի նեղուցով երթևեկությունը։ Շատ գումար հնարավոր կլինի աշխատել։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Իրանն արդեն կարող է սկսել վերակառուցման գործընթացը, իսկ ԱՄՆ-ն կօգնի ամեն ինչով, որպեսզի վստահ լինի, որ ամեն ինչ լավ ընթանա։ Սա կարող է Մերձավոր Արևելքի ոսկե դարը լինել, գրել է նա։ Ֆրանս պրեսին էլ Թրամփն ասել է, որ սա Միացյալ Նահանգների համար մեջբերում լիակատար եւ ամբողջական հաղթանակ է։ Դրանում կասկած չկա, ասել է նա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի զինուժը 2 շաբաթ կապահովի անվտանգ երթևեկությունը Հորմուզի նեղուցով, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ որոշումը եւ դադարեցրել է Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Վարչապետի գրասենյակից սակայն ընդգծել են, հրադադարը չի վերաբերում Լիբանանին, որտեղ շարունակվում են արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի դեմ գործողությունները։ Թեև Իրանի աջակցությունը վայելող շարժման աղբյուրն ասել է, որ դադարեցրել են հարձակումները։ Հրադադարի մասին լուրից հետո նավթի գինը նվազել է $100-ից, ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել։ Իրաքը բացել է իր օդային տարածքը, մի շարք երկրներ ողջունել են հրադադարը։ ԵՄ արտգործնախարար Կայա Կալասն այն անվանել է հետքայլ անդունդի եզրից։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել հրադադար հաստատել նաև Լիբանանում։ Իրանում մարդիկ փողոց են դուրս եկել տոնելու հրադադարը։ Թեհրանում նաև այրել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրոշները։ Շատ իրանցիներ չեն հավատում, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հավատարիմ կմնան հրադադարին։ Ամերիկան մինչ օրս 100 անգամ ցույց է տվել իր դեմքը։ Մենք 2 անգամ բանակցությունների սեղանի շուրջ էինք, երբ հարձակվեցին։ Այս հրադադարը նաև անշուշտ նրա համար է, որ վերականգնեն ուժերը։ Բոլորը սիրում են խաղաղություն եւ հանգստություն, բայց ցավոք մեզ հետ խոսում է մեկն, ով ընդհանրապես վստահելի չէ, քանզի նույն բանը մի քանի անգամ արել է մի քանի տարբեր երկրների հետ։ Մենք սա զգացինք եւ դիմադրության ճակատում, որտեղ նրանք օգտագործեցին հրադադարի պատրվակը զինվելու եւ ավելի ուժեղ հարվածելու համար, եւ 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ հրադադարի պատրվակով դադարեցրին պատերազմը, զինվեցին եւ կրկին հարձակվեցին։ Ալ Ջազիրան գրում է, որ Իրանում չափավոր լավատեսություն կա հրադադարի հարցում, սակայն Թեհրանը միաժամանակ զգուշավոր է, քանզի նախկինում 2 անգամ բանակցությունները պատերազմով են ավարտվել։ Պատերազմի հետևանքով Իրանում սպանվել է ավելի քան 2070, վիրավորվել 26500 մարդ, թեև ըստ իրավապաշտպանների զոհերի թիվն անցնում է 3500-ը։ Լիբանանում սպանվել է 1500-ից ավելի, վիրավորվել 4640-ից ավելի մարդ, իսկ Իսրայելում սպանվել 26, վիրավորվել 7183 մարդ, 13 զոհ եւ 200 վիրավոր էլ ունեցել է Միացյալ Նահանգները, 150-ից ավելի մարդ էլ սպանվել է Պարսից ծոցի երկրներում։